Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ խորհրդական Wyatt Tolkien և Բաքվում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնին։ Կողմերն անդրադարձել են Ադրբեջան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ռազմավարական գործընկերության հեռանկարին, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի։ Քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Վաշինգտոնյան համաձայնությունների կյանքի կոչման գործընթացը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է սեպտեմբերի 29-ին Մոլդովայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրության արդյունքները, որոնց համաձայն իշխող Եվրոպամետ գործողության և համերաշխության կուսակցությունը ստացել է ձայների 50.2%, իսկ Ռուսամետ հայրենասիրական դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 24.2%։ Նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Մոսկվային չի հաջողվել ազդել ընտրությունների ելքի վրա։ Մարիա Զախարովան կարծիք է հայտնել, որ փորձ է արվում Մոլդովան դարձնել ՆԱՏՕ-ի մաս և Կիևին աջակցության լոգիստիկ բազա։ Նրա խոսքով այդ քաղաքականությունը փակուղի է տանում։ ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեղադրել է Քիշնևին սեփական ժողովրդի ձայնը իբր չլսելու և ընդդիմության վրա ճնշում գործադրելու համար։ Սերգեյ Լավրովն էլ կարծիք է հայտնել, թե Մոլդովայում խորհրդարանական ընտրության արդյունքները կեղծված են։ Նա մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանում մոլդովացիների համար ընդամենը 2 ընտրատեղամաս է բացվել։ Եվրամիությունը և Կիևն ավարտել են Ուկրաինայի օրենսդրության համապատասխանության ստուգման գործընթացը Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու համար, հայտնել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։ Ավելի վաղ նա մեկնել էր Կիև վերահաստատելու ԵՄ աջակցությունն Ուկրաինայի եվրոպական ուղուն։ Ամենադժվարին պայմաններում Ուկրաինան ռեկորդային արագությամբ ավարտեց իր օրենսդրության ստուգման գործընթացը, դնելով իր եվրոպական ապագայի հիմնաքարը, շեշտել է եվրահանձնակատարը։ Կոսն ընդգծել է բարեփոխումների դինամիկան պահելու կարևորությունը։ Մինչ այդ ռազմական գործողությունները շարունակվում են, Սումիի իշխանության տվյալով ռուսական հարվածների հետևանքով շրջանում ընտանիք է զոհվել, այդ թվում 2 երեխա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրել է գիշերն ուկրաինական 81 ԱԹՍ խոցելու մասին։ Ըստ գերատեսչության թիրախում են եղել Վորոնեժի, Բելգորոդի, Ռոստովի, Կուրսկի, Վոլգոգրադի մարզերը։ Զուգահեռ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հավատացրել է, Կիևը հույս ունի, որ պատերազմը հնարավոր կլինի ավարտել մինչև 2025 թվականը։ Անդրի Սիբիհայի խոսքով ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակում Զելենսկի-Թրամփ հանդիպումից հետո այդ հարցում վստահությունն ավելի է մեծացել։ Նախագահները քննարկել են Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրումը, ամերիկյան զենքի մատակարարումները և այլ հարցեր, որոնց նպատակն է հասնել մշտական խաղաղության, մանրամասնել է դիվանագետը։ Ռեջեփ Թայիպ Էրդողանը մեկնաբանել է Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Անկարան պետք է դադարեցնի ռուսական նավթի գնումը և այդպիսով չնպաստի ռուս-ուկրաինական պատերազմի շարունակմանը։ Էրդողանի խոսքով Թուրքիան ընտրել է էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման քաղաքականությունը։ Եվ այդ հարցում մենք հաջողել ենք, հաշվի առնելով Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Եվրոպայի առջև ծառացած մարտահրավերները, հավելել է նա։ Էրդողանը շեշտել է, իր միակ նպատակն է առանց ընդհատումների բավարարել երկրում աճող էներգետիկ պահանջարկը։ Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ ամերիկյան կողմի հետ բնական գազի և միջուկային էներգիայի ոլորտներում ստորագրված հուշագիրը ռազմավարական կարևոր քայլ է, և Անկարան Միացյալ Նահանգներին դիտարկում է որպես կարևոր գործընկեր։ Մադագասկարի նախագահը հայտարարել է կառավարությունը ցրելու մասին։ ԶԼՄ-ների տվյալով դա տեղի է ունեցել երկրում ջրի և էլեկտրաէներգիայի պակասի պատճառով սկսված ցույցերի ֆոնին։ Ընդունում ենք և ներողություն խնդրում, եթե կառավարությանը չի հաջողվել կատարել իր պարտականությունները, նշել է նախագահը։ Նրա խոսքով երիտասարդների հետ երկխոսության պայմաններ կստեղծեն և կաջակցեն ցույցերի ընթացքում տուժած ընկերություններին։ Անտանանարիվուում և այլ բնակավայրերում ցույցերը շարունակվում են արդեն 6 օր։ Ակցիայի մասնակիցները բողոքում են էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների և ջրի պակասի դեմ։ Ցուցարարների և իրավապահ մարմինների միջև բախումներ են եղել։ Տեղեկություններ կան, որ արցունքաբեր գազ և մարտական փամփուշտներ են կիրառվել, կան ձերբակալվածներ։ ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ ակցիայի ժամանակ առնվազն 22 մարդ է զոհվել, 100-ը վիրավորվել։ Մադագասկարի ԱԳՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Դիանա Գասպարյան, լուրեր։